Շատ ենք խոսում մենք այս մասին եւ կանանց բողոքները, գանգատները եւ հարցերն են այս թեմայի հետ կապված շատ։ Կուզենամ, որպեսզի մենք մի փոքր պարզաբանումներ մտցնենք, որ սեռական կյանքի համար անհրաժեշտ են, ուզեք չուզեք անհրաժեշտ են այդ գիտելիքները եւ հաճախ առաջնային կոնսուլտացիաների ժամանակ պացիենտները այնպիսի հասարակ բաներից պարզում են, որ տեղյակ չեն, ուղղակի լսում ես ու մտածում ես տենց ոնց է հնարավոր հարաբերություններ ունենալ։ Ասացից իմաստը ինչումն է, որ շատ կանանց մոտ ցավի եւ դիսկոմֆորտի արկայությունը հիմնականում կապված է ոչ բավարար գրգռվածության հետ կամ այլ կերպ ասած մենք բժշկության մեջ անվանում ենք լյուբրիկացիա։ Լյուբրիկացիան մի իրավիճակ է, երբ սեռական օրգանները գրգռվածության ժամանակ խոնավանում են, ձեռք են բերում բավարար խոնավություն, փափկություն սեռական հարաբերությունը անցավ, ինչու՞ չէ նաև հաճելի անցկացնելու համար։ Որպեսզի կնոջ մոտ տեղի ունենա բավարար լյուբրիկացիա, կնոջը ժամանակահատված է անհրաժեշտ միջին հաշվարկներով ըստ գրականության տվյալների այդ ժամանակահատվածը հավասար է 15-ից 20 րոպեին մոտավորապես, բայց քանի որ մեր հայք ընտանիքներում տղամարդիկ հիմնականում հոգնած գործից տուն են գալիս, առավոտ շուտ 6-ին էլ պետք է արթնանան, 15-20 րոպե տրամադրել նախերգանքի փուլին, որպես այդպեսին տեխնիկապես ոչ բոլոր դեպքերում է հնարավոր լինում, եւ իրենց թվում է, որ հենց տենց 3 րոպեում պատրաստ է, դե եթե տղամարդը էրեկցիայի խնդիր չունի, իր մոտ շատ արագ այդ ամեն ինչը ինքը պատրաստ է 3 րոպեում էրեկցիան կա, նշանակում է ինքը պատրաստ է հարաբերությունը, բայց հաշվի առնելով, որ կնոջ մոտ սեռական գրգռվածության այդ բաները, սանդղակները կամաց են ավելանում եւ աճում, որտեվ կինը կամաց է գրգռվում, ապա կնոջը 3 րոպե բնականաբար բավարար չէ։ Եվ ասեմ ձեզ, որ շատ հաճախ ես հանդիպել եմ նաեւ նմանատիպ իրավիճակների, որ կանանց մոտ օրգազմի խանգարման պատճառը ոչ բավարար գրգռվածությունն է։ Եվ այո, մենք շատ հաճախ խոսում ենք այն մասին, որ խնդրի պատճառը, օրգազմի խանգարման պատճառը կարող է լինել նաև վաղաժամ սերմնաժայթքում, որտեղ սեռական ակտի տևողությունը շատ կարճ է եւ կինը ուղղակիորեն չի հասցնում ստանալ բավարարվածություն, այնուամենայնիվ պետք է հաշվի նստենք այն հանգամանքի հետ, որ ոչ բավարար նախապատրաստվածությունն էլ նշանակություն ունի, որովհետեւ մենք պետք է հաշվի նստենք ոչ միայն սեռական, այլ նաև արտասեռական էրոգեն գոտիների հետ։ Կանայք կան, ովքեր ուղղակիորեն իրենց մոտ ավելի շատ զարգացած է էքստրագենիտալ զոնաները, դա կլինի պարանոցի հատվածը, չգիտեմ, կրծքերի հատվածը եւ այլն։ Այդ ամեն ինչի վրա պետք է դարձնել ուշադրություն, որտեղ այդ ուշադրությունից բաց թողնելու արդյունքում մենք ապա ունենում ենք նմանատիպ իրավիճակներ։